Տիկին Մանասյանը դեպքատարների ջիմ մասնակցում արդյոք վերաբերվող է դեր դիրքորոշում այս ամենի հետ կապված Փաշինյանի մասնակցած պատարակների ջիմ մասնակցում եւ ամեն դեպքում նաեւ այն հանգամանքին անդրադառնանք, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները փակել կողպեկել են 7 եկեղեցու դուռը ցույց են տալիս, հետո հոգեվորականներին են մոտեցել, ավելի վաղ նրանց ասել, որ իրենք պատարակի ժամանակ Աթոմիկոսի անունը զերծ չեն, երեք տեսանք, որ քաղաքացիներին ուժ կիրառելով դուրս էին հանում եկեղեցուց միայն նրա համար, որ Կաթողիկոսի անունն են հնչեցրել պատարակի ժամանակ։ Դուք այստեղ խնդիր չեք տեսնում, մարդու իրավունքների շահում չեք տեսնում։ Նախ նշեմ, որ ես ինքս առաքելական եկեղեցու հետևորդ եմ եւ պատարակների մասնակցում եմ պարբերաբար եւ ոչ միայն այժմ, այլ դա եղել է այդպես, թե իմ մանկության տարիներին, թե հետագայում, այդ թվում այժմ։ Ինչ վերաբերում է Ես կարծում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը շատ ակնհայտ պետք է լինի յուրաքանչյուր անձի համար նախ։ Նաև նկատել եք, որ ես ինքս երբեք իմ կրոնական համոզմունքները շատ այսպես ակնհայտ ցույց չեմ տալիս ինչու, որովհետև ցանկացած կրոնական կազմակերպության ներկայացուցիչ, ոչ միայն այն կրոնական կազմակերպության հետևորդները եւ ներկայացուցիչները, որ կազմակերպության հետևորդ եմ ես, մասնավորապես առաքելական եկեղեցու, այլ ցանկացած կրոնական կազմակերպության ներկայացուցիչ պետք է իմանա, որ կարող է պաշտպանություն ստանալ մեր հաստատության կողմից եւ երբեք չի ունենա կողմնակալ մոտեցում, հա, թե իմ թե հաստատության կողմից։ Ես կարծում եմ, որ այդ առումով մենք կարողանում ենք աշխատել բոլոր կրոնական կազմակերպությունների հետ, նաև էթնիկ փոքրամասնությունների հետ, որոնք եւս ունեն այլ կրոնական համոզմունքներ, նաև ատների հետ, այդ թվում իրենց իրավունքները պաշտպանելիս, հետեւաբար ի ցույց երբևէ չեմ դնում կրոնական կազմակերպությունների առումով ունեն իմ վստահությունը եւ այդ առումով նաև հրապարակային եմ խոսել, կրոնական կազմակերպությունները պետք է ինքնաբար լինեն եւ ինքնաբարությունը պետք է երաշխավորված լինի, կրոնական կազմակերպությունները նաև չեն կարող քաղաքական գործընթացներին ուղղակիորեն մասնակցել, ինչ վերաբերում է Գյումրիում տեղի ունեցած դեպքերին, հիմա պարզապես հատուկ շեշտադրեմ, որ մենք պաշտոնական պարզաբանում ենք պահանջելու, որից հետո միայն ես ինքս կարողանամ ձեր հարցերին պատասխանել։